Լավագույն սնունդները քաշ կորցնելու համար, մաս առաջին։ Այսօր խոսում ենք երևի օբյեկտիվորեն ամենալավ սնունդի մասին քաշ կորցնելու համար, որը կարտոֆիլն է։ Կարտոֆիլը ամենակշտացնող սնունդներից է ու այն սպիտակ հացից 3 անգամ ավելի կշտացնող է, ինչը շատ թելանյութ ու ջրի զանգված պարունակելու շնորհիվ է։ Կարտոֆիլ պատրաստելու այդքան միջոց կա, որ կարելի է կլոր տարի կարտոֆիլ ուտել ու նրանից չզզվել։ Նաև ասեմ, որ եթե կարտոֆիլը էփլուց հետո սառում է, նրա մեջի օսլայի մի մասը վերածվում է ավելի կայուն օսլայի տեսակի, որը ավելի շատ թելանյութի նման է աշխատում։ Այսինքն մեր մարմինը չի կարող այն լրիվ յուրացնի ու իրանից կալորիաներ ստանա, բայց այն դանդաղացնում է մեր մարսողությունը, ինչի պատճառով մենք ավելի երկար ենք կուշտ մնում, ու նաև այս օսլան սնում է մեր աղիքների լավ բակտերիաները։ Այս process-ը ճիշտ է շատ չնչին քանակով, բայց նաև իջացնում է կարտոֆիլի մեջի կալորիաները, որոնք որ արդեն ցածր են։ Կարտոֆիլը բավականին շատ կալիում է պարունակում, որը հարկավոր է նորմալ մկանների աշխատանքի համար։ Վիտամին B6, որը հարկավոր է, որպեսզի մենք մեր սնունդի մեջից ստացած սպիտակուցը կարողանանք յուրացնել ու օգտագործել։ Ու նաև ասեմ, որ ինչքան շատ սպիտակուց ես ուտում, այդքան ավելի շատ վիտամին B6 է պետք։ Վիտամին C, որը շատ ուժեղ անտիօքսիդանտ է, հարկավոր է նորմալ իմուն աշխատանքի համար, ու նաև կոլագենի սինթեզի համար, որն իր հերթին շատ կարևոր է ջլերի ու կապանների նման հյուսվածքների վերականգնման համար։ Եվ ճիշտ ավելի փոքր քանակով, բայց բազմաթիվ ուրիշ միկրոնյուտրիենտներ էլ է պարունակում։ Էժան, համով, բազմազան, պրակտիկ, էսի երևի ամենաունիվերսալ սնունդանի արելու համար։